Պադելը դա շատ լավ մարզաձև է, ինձ շատ դուր է գալիս ու Հայաստանում դա նոր է զարգանում։ Ու շատ ուրախ կլինեմ, որ Հայաստանում դա զարգանա, որովհետև Իսպանիայում, որտեղ որ ես ապրում եմ, այնտեղ շատ են ամեն համարյա թաղամասում մի քանի կորտեր կա, բոլորը զբաղվում են ու դա այն սպորտաձևն է, որ շատ այսօր աշխարհում այսօր շատ ուժեղ ընդունված է ու զարգանում է, էլի։ Դրա համար շատ ուրախ եմ, որ sense բանը կազմակերպես տեղ ու մեր հայ երեխեքը կսկսեն ավելի շատ այս մարզաձևով մարզվել։ Հայաստանում օրինակ շատ հայեր կան իմ ընկերներից, ծանոթներից, որ ես ասում եմ պադել եմ խաղում, իրանք չգիտեն այդ ինչ սպորտ է։ Ասենք հիմա ոնց որ ասում ես թենիս, ֆուտբոլ բոլորը գիտեն դա ինչ է, բայց պադելը չգիտեն։ Բայց երբ որ տեսնում են, երբ որ ասենք խաղում են, իրանց շատ է դուր գալիս։ Դա համար պետքա ինձ թվում է պետքա կազմակերպի շատ տուրնիրներ, ոչ թե լինի մեկ անգամ տուրնիրը տարվա մեջ, այլ ամեն ամիս տուրնիրներ կազմակերպեն ու դա լինի միջազգային տուրնիրներ։ I've been playing padel for the last. Ես Հայաստան եմ ժամանել Հունաստանից հատուկ այս մրցաշարին մասնակցելու համար։ Շատ ուրախ եմ, որ Երևանում նույնպես կա նման հնարավորություն։ Ես падել խաղում եմ արդեն ավելի քան 3 տարի եւ հիմա էլ падելի ֆեդերացիայից եմ հրավեր ստացել։ Հանդես գալու Հայաստանի դրոշի ներքո։ Մինչեւ падելը ես երկար տարիներ զբաղվել եմ պրոֆեսիոնալ թենիսով, բայց հետո երբ ծանոթացա падել սպորտաձևի հետ, հասկացա, որ այն շատ ավելի աշխույժ, զվարճալի եւ թիմային մարզաձև է, որի ընթացքում քո խաղընկերոջ հետ համատեղ պետք է կարողանաս լավ խաղ ցուցադրել, այնպես որ շնորհակալ եմ այս հնարավորության համար եւ բոլորիս մաղթում եմ լավ խաղ եւ հաջողություն։ Սկսել եմ զբաղվել падելով արդեն 2 տարի, մինչ падելը խաղացել եմ մեծ թենիս, մոտ 16 տարի։ Հետո արդեն մեր ընկերներից հրավիրեցին, ասացին, որ նոր բացվելու է նոր սպորտաձևը։ Սկսեցինք մարզումները Հունաստանում։ Առաջին մարզումները եղել է Հունաստանում, դու արդեն մոտ մի տարի երևի կլինի մոտավոր, մի տարի հետո տեղափոխվեցինք արդեն ստեղ։ Տեսեք կան կատեգորիաներ, միքս ու տղամարդկանց։ Միքսը երբ որ խաղում են տղան աղջիկը։ Նու ինքը չի համարվում միջազգային պրոֆեսիոնալ, ներքին, հա, մրցումներն է, դա Հայաստանում կլինի, Հունաստանում կլինի։ Հաջողություններ ունեցել եմ միայն այդ ասպարեզում միքսի մոտ 3 անգամ։ Դրել ենք 2023 թվականին սկսվեց ֆեդերացիան ու սկսվել է գործունեությունը падել սպորտաձևը, փորձել ենք ու փորձում ենք զարգացնել։ 2 տարվա մեջ համարում եմ ձեռբերում, որ անում ենք թվով 6-րդ միջազգային մրցաշարը Հայաստանում, որին մասնակցում են տարբեր ազգեր, տարբեր ազգերի ներկայացուցիչներ, շատ մարդիկ առաջի անգամ են եկել, ասենք падել սպորտաձևի ֆորմատով եկել են Հայաստան։ Այդ ամեն ինչի համար ինքը արդեն հաջողություն է։ Հաջողությունն է, որ այսօր ունենք 2 տարի հետո 600 գրանցված անդամ Պամե падել սպորտաձևի ակումբներում, ինքը թվով 3-ն արդեն։ Կանանց թե տղամարդկանց մոտ ավելի շատ հետաքրքրություն է նկատվում։ Կամ կանանց, համ տղամարդկանց ու կա որ միքսեր է, այսինքն պարտադիր չի մենք 2 տղա խաղանք 2 տղու հետ, կամ 2 աղջիկ 2 աղջիկ հետ։ Կարա աղջիկ տղեն աղջիկ տղու հետ կատեգորիա գոյություն ունի։ Էդիկ միքս կատեգորիան է, որը խաղում են տարբեր սերի ներկայացուցիչներ, այսինքն աղջիկը տղու հետ, տղեն աղջիկա հետ։ Կա աղջիկներն են խաղում, կա տղերն են խաղում։ Ու տարիքային ինքը համարվում է ոնց է ինքը ավելի շատ ճանաչում ձեռք բերել աշխարհում։ Նախկին սպորտսմենները, ովքեր սպորտը, ասենք պրոֆեսիոնալ սպորտը դադարել է, իրանք էսի սրանով սկսել են զբաղվել, ոնց որ համ ջիմ են գնում, չէ, կամ որ սպորտ սիրող մարդը համ ջիմա գնում, մեկը հեծանիվ է քշում, մյուսը
Այս падելը շատ բաղկացած է նախկին սպորտսմենների բազայի վրա աշխարհում։ Հիմնականում մեծ թենիսով զբաղվողների։ Ոչ։ Ֆուտբոլիստներ, թենիսիստներ, տարբեր սպորտի աշխարհի մարդկանց, այսինքն որ սպորտը տարբեր դա մեծ տարիքում ինքը տարիքային թենիսի պես չի որ մեծ տարիքում չկարեն այդ ինքը ասենք 70 տարեկան մենք մարդ ունենք հաճախում է ու մենք մեր Հայաստանը մի կողմ դուրսը մարդիկ մեծ տարիքում էլի զբաղվում են էլի Իսկ քանի տարեկանից սկսած կարող են արդեն զբաղվել կամ հաճախել պարապմունքների Փոքրերի թիմ ունենք 7 տարեկանից երեխաները խմբային հաճախում են Այսինքն 7-ից մինչև 70-80 տարեկան տարիքային սահմանափակում չկա